Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կառավարության մի երկու նիստ առաջ Վայոց ձորի մարզի դպրոցներից մեկը լուծարվեց եւ միացվեց մեկ այլ գյուղի դպրոցի գյուղական համայնքների եւ այս ֆոնին հարց է առաջանում ինչպես է ստացվում որ Մեդովկայում $2 միլիոն են ծախսում դպրոց են կառուցում իսկ այդ Վայոց ձորի մարզում չեն անում եւ միացնում են գյուղի դպրոցները միմյանց Կարևորը ինչի մասին ենք խոսում եկեք հստակեցնենք դուք խոսում եք մի դպրոցի մասին որը ուներ 2 աշակերտ եւ գրեթե չուներ ուսուցիչ եւ որտեղ դպրոցի անունը կար իսկ իրականում բովանդակությունը չկար եւ այդ երեխաների կրթության իրավունքի ապահովումն է առաջին հերթին որ մեր օրվա խնդիրն է եւ ձեր նշած Վայոց ձորի մարզում տեղի ունեցած գործընթացը ուղղված էր նրան որ մենք 2 երեխայի համար ապահովենք պատշաճ պայմաններ կրթության ինչ վերաբերում է Մեդովկային ես շատ ցավում եմ որ Մեդովկայի դպրոցի, գիտեք, հատկապես Մեդովկայի դպրոցի մասին նման տեղեկատվություն տարածվեց եւ հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր մի վարքյան անգամ կարող են կասկածել արդյոք պետք է սարքել Մեդովկայի դպրոցը թե չէ, գնալ եւ տեսնել այդ դպրոցը։ Ես այդ դպրոցում եղել եմ։ Ես տեսել եմ այդ երեխաներին, իդեպ 64 երեխաներ են այնտեղ սովորում եւ դեռ նախակրթարան պիտի բացվի, որտեղ ավելի շատ երեխաներ կգան։ Աղջիկների թիմ ունեն ֆուտբոլային, որը շատ մեծ ակտիվությամբ տարբեր մրցաշարերի է մասնակցում եւ որ դուք տեսնեք ինչպես են իրենց դպրոցը փայփայում, ինչպես են ամեն օրվա ամեն ժամը այնտեղ վայելում, կարծում եմ մնացած խոսակցությունները ուղղակի ամոթ է, անհարմար է, որ մենք խոսում ենք 64 երեխայի համար դպրոցական շենք ունենանք թե չունենանք։ Պետք է ունենանք բոլոր այն տեղերում, որտեղ տեսնում ենք, որ բնակավայրի զարգացումը, տրամաբանությունը, աշխարհագրական դիրքը դա է հուշում եւ մենք այս պահին կառուցում ենք, ես ներկայացնում էի տվյալները եւ մինչեւ մյուս տարվա վերջ ունենալու ենք ավելի քան 300 դպրոցներ մեր երեխաների համար։ Եկեք չխոսենք այն մասին, կառուցենք այս դպրոցը թե չկառուցենք, խոսենք այն մասին, որ բոլոր դպրոցները կառուցենք, որովհետեւ անհարմար է, որ մինչեւ հիմա ինձ ծնողներ են գրում, որ այս դպրոցում սանհանգույցը նորմալ չի, երեխաները չեն կարողանում օգտվել, ցրտում է ջեռուցումը նորմալ չի, սառում են։ Սրա մասին եկեք խոսենք, մեր երկրում չպիտի լինի նման իրավիճակ, նման պայման։ Դուք աջակցում եք վարչապետին հակակաթողիկոսական այս արշավում թե ոչ։ Ես կառավարության անդամ եմ եւ կիսում եմ կառավարության վարած քաղաքականությունը, ինչպես էլ պետք է լինի։ Շնորհակալ եմ։ Այդ նաեւ կաթողիկոսի հրաժարականներից մեկը սեպտեմբերին սեկտեմբեր է ասում, հունվարին հունվար, ձեզ որպես նախարար սա նորմալ է թե արդյոք անդրագիտություն։ Եթե դուք լեզվական հարցերից եք խոսում, ես առաջարկում եմ կուսակցական պատկանելությունը չընդգծել։ Եթե ես սկսեմ մեկնաբանել ինձ ինչ տարբեր շրջանակներից, տարբեր քաղաքացիներ, մարդիկ, տարբեր քաղաքական թևերից ինչ սխալներով, ինչ գրություններ, նամակներ են գրում, երևի այսօրվա մեր ճեպազրույցը չավարտվի։ Լեզվական գրագիտությունը մեր ընդհանուր խնդիրն է, մեր հանրության։ Եվ երբ որ ես խոսում եմ հայերենի իմացության ամրապնդման մասին, ես խոսում եմ մեր բոլորի հայերենի իմացության ամրապնդման մասին։ Կամ բաներ, որ ես էլ կարիք ունեմ ամրապնդելու, կամ բաներ գուցե դուք էլ, եւ մեզնից յուրաքանչյուրի երևի։ Այնպես որ տեղին չի որևէ խնդիր առանձնացնել եւ մատնանշել։ Ի վերջո մենք ունենք նաեւ բարբառներ եւ տարբեր բարբառներում որը էլի մեր լեզվի հարստությունն է, տարբեր բառեր ասվում են տարբեր կերպ։ Եվ գիտեք, ես նաև անթույլատրելի եմ համարում, երբ որ մարդկանց իրենց բարբառով խոսելու համար պիտակավորում եւ թիրախավորում են։ Մենք դպրոցներում ունենք առանձին բարբառագիտության դասեր հայերենի ուսուցման ժամանակ եւ նույնիսկ առանձին մենք նախագծեր ենք անում, որտեղ երեխաները հենց իրենց բարբառով տեսանյութեր կներկայացնեն։ Չպետք է մարդիկ ամաչեն իրենց բարբառից, դա քաղաքենիություն է, չի կարելի նման միջավայր ձևավորել հասարակության մեջ։ Մնացածը արդեն չեմ կարող մեկնաբանել։ Դուք կարծում եք, որ կաթողիկոսը պետք է հեռանա տիկին նախարար։ Դուք ինձ ոնց որ այս մասին արդեն հարցրել եք, իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ես գտնում եմ, որ մեր եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, շատ կարևորում եմ, որ հոգևոր կյանքը լինի այնպիսին, ինչպիսին պիտի լինի, այսինքն դա առաջին հերթին լինի հոգևորի մասին։ Չեմ կարծում, որ այս պահին այն ինչ տեղի ունենում կապ ունի հոգևորի հետ, դա ինձ ինչպես եւ ցանկացած մեր երկրի քաղաքացու խորը ցավ է պատճառում, ես հույս ունեմ, որ այդ իրավիճակը արագ կհանգուցալուծվի եւ կարծում եմ, որ առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում,
հոգևոր կյանքի նորոգման գործընթացը եւ իմ կարծիքով իմ պատասխանը հստակ է։ Եթե հոգևոր հավաք կազմակերպվի, դուք կմասնակցեք։ Հոգևոր հավաք ասելով ինչ նկատի Նիկոլ ունեք։ Փաշինյանը հայտարարեց, որ Էջմիածնում հոգևոր հավաք է պատրաստվում կազմակերպել եւ ազատ ագրել։ Երբ որ կազմակերպվի կմտածեմ։